Ուրեմն այսօր խոսելու եմ Մատթեոս ավետարան երկրորդ գլուխ Քրիստոսի ծննդյան պատմությունից, պատմությունը լավ գիտեք, սկզբից Հովսեփի համար շոկ է լինում, երբ որ լսում է, որ իր նշանածը այն կինը, որին ինքը պատրաստվում էր ամուսնանալ, հանկարծ հղի է։ Այսօր մենք ապրում ենք ուրիշ մշակույթում, շատ երիտասարդներ կարող են մտածել նորը big deal, ինչ ա եղել, որ բայց այն ժամանակվա մշակույթում դա շատ մեծ deal էր։ Այսօր էլ քրիստոնյաների համար, եթե չգիտեք, it's not the right way to do, but այն ժամանակ կարող էին սպանել, այն ժամանակ կարող էին քաղաքիներից դուրս նետել մարդկանց նման վարքի համար եւ Հովսեփը հանկարծ իմանում է, որ իր նշանածը հղի է։ Ինձ համար Հովսեփը հավատքի մեծ մարդկանց շարքում է, որովհետև ամեն անգամ, երբ որ կարդում եմ այս մարդու պատմությունը, ապշում եմ, նա քահանա չէր, նա մարգարե չէր, նա թագավոր չէր, նա հոգևոր ոչ մի գործ չուներ, հյուսն էր, փայտագործ, business owner, տեղական բիզնես ուներ, երևի լավ, ինձ թվում է, որ շատ լավ աշխատող էր, բայց Աստված ընտրել էր նրան, որովհետև որակներ էր տեսել։ Եվ այսօր նայելու ենք նորից որոշ որակներ Հովսեփի կյանքից։ Ուրեմն ինչ է լինում, երբ որ ծնվում է Հիսուս մանուկը, հիմա պատկերացնեք քանի level, քանի անգամ է հիասթափության ու վախի ճանապարհով անցել, հիմա մանուկը ծնվել է արդեն ահագին բան տեղն անգել, դեռ վախեր կան, հանկարծ Մատթեոս ավետարան 2:13-ի մեջ կարդում ենք, երբ նրանք գնացին, ահա տիրոջ հրեշտակը երազում երևաց Հովսեփին եւ ասեց. «Վեր կաց, վերցրու մանկանը եւ նրա մորը եւ փախիր ու գնա Եգիպտոս։ Մնա այնտեղ այնքան, քանի դեռ ես չեմ ասի, որ գաս, որովհետեւ Հերովդեսը մանկանը սպանելու համար փնտրում է նրան»։ Ուզում եմ, որ ձեր երևակայությունը միացնեք եւ պատկերացնեք Հովսեփի վիճակը։ Մենք բոլորս, եթե վերջի րոպեին ամենաշատ քննադատությունը, որ ես ստանում եմ, որ վերջի պահին ասում եմ վաղը էսին ժողովն ունենք, բոլորն ասում են, հա, շուտ ասեիր, մեր գործերը, Տերը նախորոք ոչ մի բան չի հայտնում, գիշերը։ Մենք այսօր ունենք planning center, մենք այսօր ունենք mobile, մենք այսօր ունենք WhatsApp groups, մենք այսօր լիքը communication-ի ձև ունենք, որ բոլորին կարող ենք ասել, hey, listen, something urgent happened, I won't be here next, I don't know how long, maybe few years, maybe 5-6 years, bye-bye, I gotta go։ Հովսեփը չի էլ հասցնում բացատրի այսուրեին։ Գիշերը Տերն ասում է, վեր կաց հենց հիմա, վերցրու այնինչ ամենակարևորն է ու գնա։ Մի րոպե, որն էր Հովսեփի ամենակարևորը։ Անցյալ հունվարին, հունվար 7-ին Լոս Անջելեսը լավ ցնցումների ենթարկվեց, որովհետև քաղաքը վառվում էր։ Ամբողջ նորություններն ասում էր, որ քաղաքը վառվում է։ Շատերիս տները ծխի մեջ կորած էին, ոմանց տները շատ ավելի ծխին մոտիկ էին, սկզբից լուրջ չես ընդունում։ Հետո տեքստեր ա գալի, որ you are in evacuation zone, be ready, be ready, be ready։ Վերջի տեքստը, որ ստացանք, սա էր, վերցրեք ձեր արժեքավոր բաները, take the valuables and go։ Կյանքիս մեջ այդ բանը չէի ունեցել, որ մտածեմ ինչն ա կարևոր։ Հույս TV-ին տանենք շատ մեծա չենք կարա։ Քեշ փողը տանենք, या passport տանենք, լավ նկարները ամենաթանկն են, նկարները տանենք, բայց ամեն ինչը այդ տան մեջ թանկ է, այդ տան մեջ քո շունչը կա, այդ տան մեջ քո շան փիփի արած տեղերը կա, քնած տեղը կա, այդ տան մեջ թաքուն տեղեր կան, որ երեխեքիդ բոյը գծած ունես, եթե ունեք, մենք ունենք, մի տեղ կա, որ ոչ մեկը չի տեսնում, դուռը բացում ենք, երևում է երեխեքը ինչքան են մեծացել։ Հիմա Հովսեփին Տերն ասում է, վեր կաց, վերցրու երկու բան, մանուկին ու իր մորը։ Բայց մենք չպետք է մոռանանք, որ Հովսեփը շատ բան ուներ թողնելու։ Այս կոչը բարեկամական խորհուրդ չէր, նենց չէր, որ հրեշտակը զանգել էր Հովսեփին, ասել էր, գիտես Հովսեփ, I think մի քիչ լավ կլինի, մտածեք, ես ամեն ինչ կանեմ, տոմսերը կառնեմ, վիզայի հարց կլուծեմ, ոչ մի instruction չկար, ոչ մի խոստում չկար, ոչ մի օգնության նշույլ չկար։
Ոչ էլ ժպիտ ու բարի տոն կար։ Ոնց բում, վեր կալ, գնա։ Մանկանը իր ամորը ու փախի Եգիպտոս, փախի նշանակում է run, go, շուտ գնա, հետ չնայես, չկանգնես, գնա։ Մնա այնտեղ, ինչքան ես կասեմ, որովհետև Հերովդեսը մանկանը սպանելու համար է որոնելու, մանուկին է սպանելու, ինձ չի սպանելու։ Actually, այս մանուկի խաթր գիտես ինչքան նեղություն եմ կրել, լրիվ ընկերներս ինձ թողեցին, հենց իմացան, որ Հիսուսի հետ մոտիկ եմ։ Maybe ամենալավ պահն է։ Ես բան չեմ անում, ես շարունակում եմ պաշտպանեմ, սպանողը կսպանի, ես էլ կպրծնեմ։ Սա մի գիշերվա մեջ հնչող հրաման էր առանց նախապատրաստության, առանց մտածելու, խորհելու, պլան անելու ժամանակ տալու։ Հովսեփը պիտի անմիջապես վեր կենար ու շարժվեր, պաշտպանելու այն, ինչ որ Աստված նրան վստահել էր։ Նորից եմ ասում, պաշտպանելու այն, ինչ որ Աստված նրան տվել էր։ Ինչ է տվել Աստված քեզ։ Ինչն է քո valuables, քո կարևոր բաները։ Հովսեփը չվիճեց, Հովսեփը չասեց, Տեր, կլինի այսօր չգնամ։ Վաղը մեծ party ունենք, Christmas party, լրիվ բարեկամներս գալիս են, խոստացել եմ, միսն առել ենք, բաստուրմա ենք դրել, կլինի վաղը գնանք։ Տեր, գիշերը հոգնած եմ, կլինի մի քանի օր քնեմ, կգնանք դե մի օր պլան կանենք։ Կլինի պլան անեմ, հարցնեմ, երբեք Եգիպտոս չեմ գնացել, չգիտեմ Եգիպտոսի փողը ինչ ձև է, չգիտեմ վիզայա պետք, սահմանը ոնց եմ անցնելու, կթողան թե չէ։ Գործերս դասավորեմ, այս բիզնեսը 20 տարի անում եմ, հազիվ հասցրել եմ միտեղ, մարդիկ ինձ ճանաչում են, տեղը կա, շափը կա, ամեն ինչ կարգին է, կլինի դու պաշտպանես ինձ, չէ որ դու ամենակարողն ես։ Չէ որ գրածա, որ արդարի 4 կողմը բանակ է դնում Աստված եւ ազատում է, կլինի ես մնամ, դու էլ Հիսուսին ու ինձ պաշտպանի, պատկերացնում եք ինչ գիրք կդառնա, կգրենք, որ ով որ մոտենում էր Հովսեփի տանը, կրակը երկնքից խփում էր եւ Աստված պաշտպանում էր իր օծյալին այդպես։ Մենակ թե ես չշարժվեմ։ Մենակ դու իմ հարմար ձևով արա։ Երբեմն մեր աղոթքն է ձևա, թող քո կամքը լինի, բայց հանկարծ չլինի, որ ինձ նեղություն տաս։ Սիրներ, հարցակումը Հերովդեսի ծրագիրը սպանել այնինչ Աստծուց էր, այնինչ Աստծունն էր, այնինչ Աստծո համար էր ու վստահված էր Հովսեփին։ Ամեն մեկդ, որ այստեղ նստած եք, Աստված ձեր մեջ դրել է մի բան կամ բաներ, որոնք Աստծուց են, Աստծո համար են ու դեպի Աստված են։ Մեր կոչումը Աստծուց է։ Our calling is from God. Եվ ամեն ինչ որ կախված է մեր calling-ի, մեր կանչվածության եւ մեր ամենաազդեցիկ կողմի հետ, սատանան ամեն ինչ անելու է հենց խփի այդտեղ։ Որովհետեւ եթե նա քեզնից առանձնացրեց քո կոչումը, դու էլ ոչ մի վտանգ չես ներկայացնում խավարի համար։ Ուզում ես 100 տարի ապրի, ուզում ես 20 տարի ապրի, դու ոչ մի իմաստ չունես էլ ապրելու։ Եվ երբեմն սատանան շատ ավելի լավ գիտի այս ճշմարտությունը, քան մենք, որ ունենք մանուկը մեր կյանքի մեջ։ Մեր ամեն մեկի կյանքում կա այդ մանուկը։ Հովսեփը մեզ դաս է տալիս, սիրելիներ։ 20 տարեկան էի, բանակս պետք է վերջացնեի, ոչ մի պատկերացում չունեի ինչ եմ անելու, ոչ մի պատկերացում չունեի ով եմ ես, ընդհանրապես Աստծուն պետք եմ թե չէ, blank, ոչ մի բան չկար։ Գնացի մի փոքր ժողովի, եւ այս մարգարությունը չեմ պատմել շատ բառերով, այսօր երևի կասեմ մի որոշ բաներ։ Մի հատ փոքր ժողով էր, երևի տնային խմբակ էր, 10-12 հոգի, մի հատ հովիվ միսիոներ էր եկել, քարոզեց շատ զորավոր բաներ, իմ ականջին սա էր, մեծ բաներ ես խոսում, այ ախպերս, Աստված
Հայաստանը արթնություն ա բերելու, Աստված Հայաստանում հովիվներ, մարգարեներ ու առաքյալներ ա բարձրացնելու, Հայաստանը միսիոներական երկիր ա դառնալու, Հայաստանը հազիվ շնչում ա դու ինչեր ես խոսում։ Հետո կանչեց առաջ աղոթքի, ես գնացի, կսիրեմ համարս աղոթես, ասեցի մի հատ աղոթի, ես եղբայրը, որ ձեռ դրեց իմ վրա, ասո զորություն այնքան ուժեղ էր, ժամանակ ես չգիտեի դա ինչ ա։ Ես զգացի, որ ես մի կերպ դիմադրում եմ, որ չընկնեմ։ Ու այս բառերն ասեց, ինչպես կանչել եմ իմ ծառա Մովսեսին, այնպես կանչել եմ քեզ, որ առաջնորդես իմ ժողովրդին։ Քո ծառայությունը սարերի հետևում չէ, ես քեզ մեծ օծություն եմ տվել։ Ու հետո վերջում ասեց, երբ որ պրծավ, ասա ոչ մեկի չասես։ Հենց որ ասա ոչ մեկի չասես, ես ասի, կեղծ մարգարե ա, վախմա, որ իր անունը ընկնի, ինձ ասում ա ոչ մեկի չասես։ Հետո ասեց, այսօր դու հղիացար։ Ասավ, պահիր այդ մանուկին, հետո ինքը կպահի քեզ։ Եվ շատ տարիներ ես չէի հասկանում, շատ տարիներ ես չգիտեի, բայց այնքան վախենալու էր, որ ես ամեն ինչ անում էի, որ այդ մանուկին խորհրդով, այդ խոսքը, որ ես Տիրոջ համար զատված եմ, որ Տերը իմ կյանքի հետ գործ ունի, I didn't take it for easy or for granted. I was very serious. I didn't know details, չգիտեի շատ մանրամասներ, բայց դա շատ կարևոր էր ինձ համար։ Եվ այսօր 26 տարի հետո, երբ որ հետ եմ նայում, ես հասկանում եմ, որ դա շատ ավելի լուրջ էր, քան որ ես էի պատկերացնում։ Որովհետև 26 տարվա մեջ շատ հերովդեսներ են դուրս եկել, որ սպանեն մանուկին, որը շատերի փրկության ու օրհնության պատճառ պիտի լինի։ Բայց վեր կալ մանուկին ու փախիր, դա Հովսեփի պատասխանատվությունն է։ Աստված, որ Իսրայելի հզոր պահապանն է, որ չի քնում, ինքը չի պահպանելու քո կոչումը, քո պարգևները, դու ես կռվելու դրանց համար, ցույց տալու քո հավատարմությունը։ Հովիվը չի կռվելու դրա համար։ Քո ամուսինը կամ կինը չի կռվելու դրա համար, դու ես կանգնելու դրա համար, դու ես վճարելու գինը։ Իսկ եթե մանուկը սպանվեր, Հովսեփի կյանքը, Հովսեփի շափը, Հովսեփի հյուսնությունը, Հովսեփի սարկած աթոռները դատարկ հիմարությունն էին, ոչ մեկին պետք չեղող փոքր անարժեք բաներ, որ մի քանի հոգու մի քանի ժամ ծառայելու էին։ Համաձայն եք։ Ասո կոչումը գալիս է պատերազմով, ասո կոչումը պատերազմ է պահանջում։ Ասո կոչումը, որ մեր մեջ հայտնվում է այն պահին, երբ որ գալիս է խոսքը, ինչպես հին ուխտի Հովսեփի կյանքի մեջ ենք տեսնում, Դանիելի կյանքի մեջ ենք տեսնում, երբ որ գալիս է Աստծո խոսքը, ամբողջ դժոխքը ոտի է կանգնում։ Եվ շատ ժամանակ մեր խնդիրները կրկնապատկվում են, ոչ թե որ մենք վատն ենք, շատ ժամանակ մտածում ենք, ինչի է այսքան լարվածություն, ինչի է այսքան հարձակում կա իմ վրա, որովհետև մանուկը, որ կրում ես, շատերի ուրախության պատճառ պիտի դառնա։ Մանուկը, որ քեզ վստահված է, շատ ավելին է, քան դու։ Քո ծառայությունը շատ ավելին է, քան դու ինքդ։ Ամեն։ Ուրեմն հիշենք, որ Հերովդեսը Հովսեփի հետևից չէր ընկել, այլ մանուկի։ Ինչ անելու այդ մանուկը մի քանի ամսեկան է, մաքսիմում 2 տարեկան է։ Թագավորը հարձակվել է 2 տարեկանին սպանելու։ Եվ այսօր, որ դու նստած ես մտածում ես, իմ ծառայությունը մի փոքր ծառայություն է, Աստծո տկարը բոլոր մարդկանցից զորավոր է։ Աստծո տկարը բոլոր մարդկանցից զորավոր է եւ դու իմ քույր, եղբայր, Աստծո զավակ վտանգ ես թշնամու համար։ Իմ ծառայությունը մի փոքր բան է։ Այո, ամեն մի փոքր բան մեծ ազդեցություն է բերում Աստծո թագավորության մեջ։ Ամեն։ Թշնամին միշտ հարձակվում է այն ամենի վրա, ինչը սպառնում է, whatever is threat for the enemy he attacks, ինչ կրում է ապագա, ինչը որ ունի Աստծո ծրագիրն իր մեջ, ինչը որ կարող է փրկություն բերել շատերին, օգնություն բերել շատերին, սատանան հարձակվելու է դրա համար։ Եվ Հովսեփը պետք է թողներ իր արհեստը, ընտանիքը, հանկարծ ամեն բան պետք է ինքը ընտրեր։ Երկրորդականը որն է, առաջնայինը որն է, what are my valuables, ինքն էր ընտրելու։ Եվ սիրելի երիտասարդներ, դուք եք ընտրելու այսօր ձեր կյանքի մեջ ինչն է կարևոր։ Ինչն է կարևոր։ Աստված ամեն մեկիդ կյանքի համար ծրագիր ունի։
Շատ ժամանակ ասո սցենարները տարբեր են, բայց մենք արդյոք կարող ենք վճարել գինը, արդյոք կարող ենք մենք ասո նպատակը առաջի տեղում դնել մեր կյանքի մեջ։ Նա թողեց իր գործը, ծննդավայրը, հարմարավետությունը, լքեց ամեն ինչ, ինչը կառուցել էր իր ձեռքով, ինչու։ Որովհետև նա հասկանում էր, որ այս մանուկը շատ ավելի կարևոր է, քան մնացած բաները։ Ես չեմ ասում, որ մենք բոլորս, որովհետև շատ ժամանակ այսպիսի քարոզներից հետո տպավորություն է, որ ոչինչ չանենք մենակ հոգևոր գործով, no։ Բայց ժամանակներ կա, որ Աստված քեզ ասում է հիմա արի իմ հետևից։ Երբ որ նայում ենք 12 աշակերտներին, նրանցից ոչ մեկին Հիսուսը չընտրեց, երբ որ էլ անելիք չունեին, թոշակի էին գնացել retirement, երկուսով գնացել էին իրանց հոբի, no, they were in the peak of their business, իրանց կյանքի պիկում էին, թե տարիքի առումով, թե զբաղվածության, բայց Տերն ասում է, ես քեզ համար գործ ունեմ, արի իմ հետևից։ Ամեն։ Եվ նորից, ես չեմ խոսում, որ մենք բոլորս պետքա ոչինչ չանենք, no, ես խոսում եմ առավելություն տալու, կոչումը, պահելը մեր համար առաջի գործն է, և ավելին կասեմ, հուսով եմ կհասկանա, ուրեմն Հովսեփը պետք է փախչեր այն բանից, ինչը վտանգում էր Աստծո գործը իր մեջ, վերցրու մանուկին ու ինչ արա, աղոթի, no, աղոթքն է չէր օգնելու։ Սիրելիներ, բաներ կա, երբեմն մեր կյանքում կա իրավիճակներ, որոնց համար աղոթել պետք չէ, փախչել է պետք։ Փախչելը թվում է, որ թուլություն է, փախչելը պարտության բան է, մենք հո փախչող չենք, փախչելը շատ հոգևոր բան է, և գալիս եմ դրան, Հովսեփին Տերը չասեց ծոմ պահի ու աղոթքի, չասեց բան արա, աղոթքի թիմ բարձրացրու, փախի, և կան պայքարներ, որոնց պետք չէ դիմադրել, փախչել է պետք։ Կան պայքարներ, որոնցից չպետք է փախչես, ու Հովսեփը չասեց, Տեր տուր ինձ լեզու, որ ես կանգնեմ Հերովդեսի դեմ ու իր հետ նենց խոսամ, իր միտքը փոխվի, no։ Մենք շատ ժամանակ ասում ենք, կգնամ կանեմ, սենց կասեմ, նենց կասեմ, ուշադիր եղի, երբ որ Տերն ասում է փախի։ Որոնք են քո թանկարժեք բաները, ինչ է Աստված քեզ վստահել, որ ամեն գնով պիտի պաշտպանես և մղես, որ դա առաջ գնա, գուցե դա քո մաքրությունն է, մանավանդ երիտասարդներին եմ ասում, քո purity-ն, it's something that you are responsible for, դու ես պահելու, ես աշխարհը ամեն ինչ անելու է հարձակվի դրա համար, maybe it's your marriage, քո ամուսնությունը, որն է առաջնային քո կյանքի համար, և այս պատմությունը ինձ շոկի է ենթարկել, ոչինչ որ շոկի ենթարկվել, բայց երևի պատմեմ, երբ որ Կանադայում է վերջերս մի հովի հանդիպեցի, հրաշալի անձնավորություն էր, ընկերացանք, քանի անգամ խոսքի մեջ ասեց, ես ստիպված էի հովվությունը թողնել, և երբ որ առանձին իր հետ ճաշում էինք, ասեցին շատ հետաքրքիր է, ինչ ա եղել, որ դու քո հովվությունը թողեցիր, ինչի թողեցիր, ասեց, որովհետև իմ ամուսնությունն էր վտանգված, ասի, եթե կարելի է պատմես, ասավ կպատմեմ, այդ եկեղեցին ինք սկսել էր զրոյից, իր կնոջ հետ, փոքր եկեղեցի, հետո մի քիչ մեծացել էր, հետո մարդիկ էին ապաշխարել, ընթացք և այլը շատ լավ ժամանակ, եմ որ եկեղեցին արդեն ամենալավ վիճակում է, մի դեպք էր պատահել, որ նորմալ չի, մի դեպք էր պատահել, որ հոգևոր չի, նրանց համար ում համար շոկային լինի, եկեղեցու մարդիկ են, և սատանան եկեղեցու մեջ էլ մարդկանց օգտագործում է, ուզում եմ նախաբանը ասեմ, և ես եղբայրն ասեց, որ ինքը ամուսնացած է, երեխեք ունի, ասում է մի կին եկավ եկեղեցի, սկսեց ծառայել, շատ լավ ծառայության պտուղներ տվեց, հետո ես կնոջս հետ իրան ծառայեցինք և այլը, հետո մի 3 տարի, որ մնաց, 3-4 տարի հետո, որ կարճ պատմեմ, այս կինը հովին ասում է, որ Տերը ինձ ցույց ա տվել, որ դու իմ հետ պետք է ամուսնանաս, քո կինը մահանալու է, ես էլ մինչև ականջներս սիրահարված եմ, եթե ես քեզ հետ չամուսնանամ, ես կմեռնեմ, իսկ եթե դու ինձ թողես, ես ինքնասպան կեղնեմ։ Այսպես բաներ կարան եկեղեցում լինեն։ Եվ ես այդ մարդու հանդեպ և ինքն ասում է, ես մի շաբաթ շոկի մեջ էի, երկրորդ շաբաթը մտածեցի ոնց կնոջս հետ խոսեմ, հետո կնոջս հետ խոսեցի, կինս ամեն ինչ շատ հասկացավ, որովհետև ես ոչ մի բան չէի արել։ Եվ ինչքան մտածեցի ու աղոթեցի, հասկացա, որ միակ ելքը այդ եկեղեցին թողնելն է։
Կինս ասում էր, ես չեմ կարող այս եկեղեցին թողամ, ես իմ ընկերներն են, ես իմ քույր եղբայրներն են, ես մերոնք են, բայց Տերը ասում է, իմ հետ հստակ էր խոսացել, փախի։ Ու ինքը թողել էր, ստորագրել էր, հանձնել էր եկեղեցին, եպիսկոպոսներին ասել էր եւ այլ ու գնացել էր։ Այդ մարդու հանդեպ իմ հարգանքը հասավ երկինք, որովհետեւ շատ ժամանակ մենք մտածում ենք, բայց ես Աստծո գործն եմ անում, Աստված ինձ կպաշտպանի։ Տեղեր կա, որ դու պիտի փախչես։ Պահելու այն, ինչ որ շատ ավելի կարևոր է երկրորդականից։ Ծառայությունը ժամանակավոր բան է, կգա ու կգնա, բայց մեր երեխաները մշտական են, մեր ամուսնությունը մշտական է։ Եվ դրանք մեր պատասխանատվությունն են։ Տարիներ առաջ մի ուրիշ հովի հանդիպեցի, իր պատմությունն էլ ինձ ցնցեց։ Եկեղեցին շատ արագ կերպով աճում է, գրեթե դառնել էր մեգա եկեղեցի։ Կարծեմ 2 երեխա ուներ եւ ասում է, ես զգացի, որ իմ տղայի հետ իմ բոլոր կապերը կորչում են։ Իմ տղան օր-օրի հեռանում ինձնից եւ զգում եմ, որ թեև եկեղեցում է, բայց Աստծո հետ կապ չունի եւ նորից երկար աղոթքելուց հետո ասում է, Տերը սրտիս մեջ դրեց, որ վերցրու մանուկին ու փախի, քո ամբողջ ժամանակը տուր իրան։ Հայսքուլի տարիքում էր տղան եւ ասում է, ես խորհրդակցեցի, խոսեցի եւ միակ տարբերակը նորից լիքը հարցեր կարող ենք տալ։ Բայց երբ որ որոշում կայացրեցի, որ թողնում եմ եկեղեցին, եկեղեցու խորհուրդը, ծառայողները, բոլորն ասում են նեղվել էին։ Բոլորն ասում են մենք քո հետ կօգնենք, մենք քո կողքը կկանգնենք, ասում են, բայց Տերն ինձ ասել էր give undivided attention, անբաժան ուշադրությունը տուր տղայիդ։ Հետո անցնում են տարիներ, մի 3 տարի հետո տղան հոգևոր արթնություն է ապրում։ 10 տարի հետո իր տղան դառնում է հովիվ եւ այդ եկեղեցին խելագար ձևով սկսում է աճել։ Եվ ասում այդ 8 տարին, որ մենք կորած էինք տղուս հետ, թվում էր, որ մենք կորցրել ենք։ Մենք Աստծո ծրագրից դուրս ենք մնացել։ Բայց դրանից հետո տղայի հետ ճամփորդում են, ծառայում են եւ ամենտեղ պատմում են, որ Աստված հավատարիմ է իր գործին։ Սիրելիներ, ժամանակներ կա, որ մենք պատասխանատու ենք պահելու մեր կոչումը, պատասխանատու ենք պահելու մեր մտային ներդաշնակությունը, խաղաղությունը Աստծո հետ չկորցնելու։ Մենք պատասխանատու ենք պահելու կրակը մեր մեջ, որ չմարի։ Աստված սկսում է կրակը, բայց մենք պատասխանատու ենք պահելու այդ կրակը։ Ամեն։ Պատասխանատու ենք մեր երեխաների համար։ Պատասխանատու ենք, որ երբեք թույլ չտանք, որ մեր ինքնությունը, our identity attack եղնի թշնամուց ու գողացվի, դա մենք ենք պահելու Քրիստոսի մեջ։ Եվ ամեն ինչ որ երկրորդական է, մենք պիտի պատրաստ լինենք փախչել հանուն առաջնայինի ու կարևորի։ Հովսեփը կարող էր ուշացնել, Հովսեփը կարող էր ժամանակ ուզել, Հովսեփը կարող էր դանդաղել, Հովսեփը կարող էր գնալ խորհրդատվության, բայց ուզում եմ ձեզ ասեմ, մի բարդացրու, մի դանդաղացրու, մի բանակցի, մի բարեխոսի, մի համոզի Աստծուն, Աստված գիտի ինչ է անում։ Երբ որ Աստված ասում է վազի, վազի։ Քո ճակատագիրը, քո ապագան կախված է քո հնազանդությունից։ Պաշտպանիր մանուկին եւ մորը, վերցրու այն, ինչ Աստված վստահել է քեզ ու տես Աստված ինչ կանի։ Հովսեփը Հիսուսի երկրավոր հայրը միակը չէր, Սուրբ Գիրքը Նոր Կտակարանը լի է պատմություններով, որտեղ հրատապություն կար, որտեղ փախչելը պատվիրան էր։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին պատվեր է տալիս պաշտպանելու վստահվածը։ Երկրորդ Տիմոթեոս 1:14-ի մեջ ասում է. այն ավանդը, որ քեզ վստահվել է, պաշտպանիր։ Պողոսը Տիմոթեոսին հիշացնում է, որ քեզ հոգևոր պարգևներ են տվել։ Maybe it's not popular, որովհետև քո տարիքի մարդիկ, երիտասարդները դրանով հատուկ ոգևորված չեն, բայց քեզ դա տրված է, դու պահի դա։ Okay, պահի դա, որովհետև քեզ տրված են բաներ, որոնք Սուրբ Հոգու միջոցով են ու բնակվում է մեզանում։ Մանուկը ումից էր եկել Սուրբ Հոգուց։ Եվ Պողոսը Տիմոթեոսին ասում է, ավանդ կա քո մեջ դրված, որ Սուրբ Հոգուց է, պահի դա։ Ու մի թող, որ ուրիշ ոչ մեկը քեզ հիասթափացնի։ Տիմոթեոսի նամակները anti-disappointment նամակներ են, որովհետև Տիմոթեոսը հարձակման տակ էր հիասթափվելու, արդյոք արժե, is it really worth continue serving, is it worth to follow Jesus? Ու Պողոսը բանտից անընդհատ քաջալերում է ու ասում է պահի դա։ Ամեն։
Նրա մանուկը նրա կոչումն էր, նրա մանուկը, որ պիտի վերցներ ու փախչեր այն վարդապետությունն էր, որ Պողոսից ստացել էր։ Իր սեփական մաքրությունն է, ասում անձդ թող օրինակելի լինի ուրիշներին։ Մեկ այլ տեղ Պողոս առաքյալը Կորինթացիներին առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ 18-ից 20 համարների մեջ շատ հետաքրքիր նորից տեսնում ենք հրատապություն ու փախչելու պատվիրան։ Կորինթացիս եկեղեցին Սուրբ Հոգու պարգևներով գործող եկեղեցի էր, բայց հանկարծ կարդում ենք Պողոս առաքյալն ասում է փախեք պոռնկությունից։ Մի աղոթեք դրա դեմ, մի փախեք։ Փախչել նշանակում է մեջքով շրջվել ու գնալ։ Ամեն մեղք, որ մարդը գործում է, մարմնից դուրս է, բայց պոռնկություն անողը իր մարմնի մեջ է մեղք գործում, կամ չգիտեք, որ ձեր մարմինները Սուրբ Հոգու տաճար են, որ ձեր մեջ է ու նրան Աստվածանից ունեք եւ ձերը չէ, որովհետեւ մեծ գնով եք գնվել։ Նայեք, չկա դատապարտություն, չկա մեղադրանք, Պողոսը հիշացնում է, որ ձեր մարմինը թանկ գնով է գնված, ձեր կյանքը Հիսուսի արյամբ գնված է մեկ վատնի ուրիշ բաների։ Մեկ այլ բան, որ Պողոս առաքյալը Կորինթացիներին ասում է փախեք, առաջի Կորինթացիս 10-14-ի մեջ ասում է դրա համար սիրելիներ փախեք կռապաշտությունից։ Մի հատ մտածի, պատկերացրու մարդը փախչում է կռապաշտությունից։ Կռապաշտություն այն ժամանակ կռատներ կային, մարդը անցնում էր շենքեր, հասկանում էր, որ այս տան մեջ կուրքեր կան։ Երբ որ մենք Հնդկաստան ենք գնացել, ամենավախենալու տպավորիչ տեսարանը նա էր, որ ծայր այղ աղքատության մեջ մարդիկ գետնի վրա քնում էին, բայց 9 հարկ շենքի չափ աստվածներ էին սարքել։ Կապիկի դեմքով, մկան դեմքով, փղիդ քթով, միլիոնավոր աստվածներ ունեն, կուրքեր։ Այսօր մենք թվում է, որ դե ինչ կուրքեր կան, we are all Christians, Armenians are no։ Առաջի կուրքը փողն է։ Այս երկրում ուրիշ կուրք դրանից ու զորավոր չգիտեմ։ Մարդիկ փողի պաշտամունք ունեն։ Ինչա կուրքը, ամեն բան, որ Աստծուց ավելի կարևորություն է ունենում քո մոտ, դառնում է կուրք։ Դա կարող է լինել քո ուսումը, դա կարող է լինել քո անունը, դա կարող է լինել քո երեխան, դա կարող է լինել քո տաղանդները, դա կարող է լինել քո միկրոֆոնը, իմ։ Ամեն կուրք, որ ես Աստծուց ավելի եմ ժամանակ, ուշադրություն, ներքին հարգանք տալիս, դա կուրք է։ Եվ Պողոս առաքյալն ասում է ինչ արեք կուրքերից, փախչել նշանակում է շրջվել ու վազել։ Կուրքերի հետ բանակցություն չեն վարում։ Կուրքերի հետ բարի ձևով պայմանագիր չեն կապում։ Կուրքերից փախչում են, պոռնկությունից փախչում են։ 5 կտակարանի Հովսեփի պատմությունը գիտենք, երբ որ այդ կինը շատ երկար ժամանակ համոզում էր, Հովսեփը փախավ, այդ փախչելը գին ուներ։ Բայց Աստծո համար դա պատվական էր։ Ամեն։ Առաջի Տիմոթեոս 6:10-ի մեջ 10-11 ասում է, որովհետև արծաթերասիրությունը ամեն չարիքների արմատն է, որին մի քանիսները անձնատուր լինելով հավատքից մոլորվեցին։ Ինչին անձնատուր եղան։ Արծաթը ոչ մի վտանգավոր բան չունի։ Արծաթը դանակի նման է։ Բոլորս դանակ ունենք մեր տանը, օգտագործում ենք, ինչ լավ է, որ կա դանակ։ Արծաթը նյութրալ է, բայց արծաթասիրությունը բոլոր չարիքների արմատն է։ Մենք աստվածասեր պիտի լինենք։ Սուրբ Գիրքն ասում է, վերջի օրերին մարդիկ ավելի հեշտասեր են լինելու, քան աստվածասեր։ Ասա աստվածասեր։ Նշանակում է Աստված ինձ համար ամենն է, ամեն ինչի մեջ, իմ ֆինանսների մեջ ես հնազանդեցնում եմ իմ ֆինանսները Աստծուն, իմ մասնագիտության, կրթության, գիտելիքի մեջ այդ ամեն ինչը ես հնազանդեցնում եմ Աստծուն, իմ մայքրոֆոնը ես հնազանդեցնում եմ Աստծուն, ոչ թե իմ ցանկություններին, ամեն ինչ նրա համար։ Ոմանք, որ անձնատուր եղան, արծաթասիրությունը հավատքից մոլորվեցին, իրենց անձերը շատ ցավերով խոցեցին։ Երբ որ դու չես փախչում, ինչից պիտի փախչես, դու ինքդ քեզ խոցում ես շատ ցավերով։ Հետո ասում ես, Փաստոր ջան, մի հատ աղոթի, նո դու ես քեզ խոցել, որտեղ դու չփախար, դու քեզ դրեցիր այդ վիճակի մեջ։ Իրենք իրենց խոցեցին շատ ցավերով, մոլորվեցին, խոցվեցին, ու հետո ասում է, բայց դու ով մարդ Աստծո, ինչ արա, փախի սրանցից։
ու ինչ արա ու գնա, ինչի հետևից արդարության, աստվածպաշտության, հավատքի, սիրո ու համբերության հետևից նրանց հետ, ովքեր անկեղծ սրտով փնտրում են Տիրոջը։ Տեղեր կա, որ մենք մտածված պիտի փախչենք եւ գնանք արդարության, աստվածպաշտության, հավատքի, սիրո, համբերության ու հեզության հետևից նրանց հետ, ովքեր մեր նման են, ովքեր Աստծուն են սիրում։ Եվ եթե մենք մնանք երկար ժամանակ նրանց հետ, ովքեր արծաթասեր են, եթե մենք կապեր ունենանք, ընկերություն անենք, խորը ժամանակ անցկացնենք, մենք դառնալու ենք նրանց պես, որովհետև չար ընկերակցությունները ապականում են բարի վարքը։ Որովհետև մարդկանց հետ շփվում ես, մարդկանց արժեքները կամաց քեզ է փոխանցվում։ Բայց մենք աղն ենք երկրի, որ Տեր ուզում է, որ մենք ոչ թե ազդվենք, այլ ազդենք։ Եվ վերջինը, 2 Տիմոթեոս 2:22 Պողոս առաքյալը էլի ասում է flee, փախեք, ինչից։ Փախեք երիտասարդական ցանկություններից։ Եվ հետամուտ եղեք կամ փախեք ու գնացեք արդարության, հավատքի, սիրո, խաղաղության նրանց հետևից, ովքեր կանչում են Տիրոջը մաքուր սրտով։ Ինչ է երիտասարդական ցանկությունը։ Երբ որ ես երիտասարդ եմ, մտածում եմ, որ դրանք երևի սեռական բնույթի բաներ են, sexual. It has nothing to do with sexuality. Որովհետև մեծ մարդիկ էլ սեռական փորձություններ ունեն եւ երբեմն ավելի շատ ունեն։ Ինչի մասին է, երիտասարդները ուզում են միշտ ճիշտը լինեն, ambitious։ Ես գիտեմ, ես երեխեքը, որ արդեն են, որ նոր մեծանում են, իրանց կռիվը սա է, որ ցույց տան, որ իրանք մեծ են արդեն, որտեղ արդեն քուբոին են, արդեն ID ունեն, մենք ճիշտ ենք, մեր ուզածով, մենք ավելի լավ գիտենք։ It's very շատ հատուկ է երիտասարդների մեջ դա կա։ Եվ ասում եմ, շատ մեծեր էլ այդ երիտասարդական ցանկություն ունեն, միշտ ճիշտ տեղն ենք, միշտ ցույց տանք, որ մենք գիտենք, մենք ավելի շատ գիտենք, մենք առաջինը կարանք եղենք։ Ցույց տալ, որ ուժեղ ենք, մենք չենք լացի, մենք չենք կոտրվի, մենք կարող ենք սա անել, դրան հասնել, լավ բաներ են դրանք, բայց ասում եմ, դրանց փախի երիտասարդներին հատուկ ցանկություններից գնա արդարության, աստվածպաշտության, սիրո համբերության հետևից։ Պողոս առաքյալը ցույց է տալիս, որ ամեն հաղթանակ չէ, որ կռվով ենք հասնում, հաղթանակներ կա, որ փախչելով ենք հասնում։ Ամեն, որոշ հաղթանակներ գալիս են պարզապես փախչելով։ Փախիր Հովսեփ վերցրու Մարիամին եւ մանկանը ու փախի ու մնա այնտեղ, մինչեւ ես քեզ կասեմ, որ գաս։ Եվ Մատթեոս 2:19-21-ի մեջ ասում է, երբ որ Հերովդեսը մահացավ, Հերովդեսները մի օր մեռնում են, սիրելի, սա բարի լուրն է։ Նրանք, ովքեր մանուկի հետևից ընկած են, մեկ օր մեռնում են։ Քո փորձությունները ամեն օր քո հետևից չեն գալու, մի օր դրանք մեռնելու են։ Սա բարի լուր է։ Փորձությունները, Հերովդեսները մեռնելու են, բայց դու ապրելու ես։ Բայց ինչքան լավ կլինի, որ մանուկն ու մայրն էլ քեզ հետ ապրեն, քո կոչումը իրականություն դառնա ու մի օր կանգնես ասես, ես կռիվներով եմ անցել, բայց չեմ կոտրվել, կրակներով եմ անցել, բայց չեմ վառվել, փորձություններով եմ անցել, բայց չեմ ընկել։ Հիմա վեր կաց, վերցրու մանկանը եւ նրա մորը ու գնա Իսրայելի երկիր, որովհետեւ մեռել են նրանք, ովքեր փնտրում էին քո ու մանուկի կամ մոր կյանքը։ Երբեմն Աստված կարող է ասել դեռ մի գնա։ Գիտես, մենք թողնում ենք ընկերներ, շատ ժամանակ երբ որ ապաշխարում ենք, մենք ուզում ենք գնանք բարի լուրը տանենք, Տերն ասում է, դեռ մի գնա իրանց մոտ։ Որոշ տեղեր կան, որ մենք չենք գնալու հետ։ Ասա ես հետ չեմ գնա։ Որոշ մտածելակերպ կա, որին ես էլ հետ չեմ գնա։ Որոշ սովորություններ կան, էլ հետ չեմ գնա։ Որոշ մեղքեր կան, էլ դրանց հետ չեմ գնա։ Ամեն։ Եվ երբ որ Պետրոսը բանտում էր, հրեշտակը գիշերով վեր կացավ, բանտի դռները բացեց, Պետրոսը հաշտված քնած էր, ինչ արավ, գրվածը խթեց նրա կողը, ասեց վեր կաց, հագի հողաթափերդ, գոտիդ կապիր ու գնա։ Սերներ ժամանակներ կա, որ Տերը մեզ ասում է վեր կաց ու գնա, շատ մի մտածի ինչ ես անելու։ Եթե այսօր փորձության մեջ ես, եթե այսօր դժվարությունների մեջ ես, հարց տուր ինքդ քեզ, ինչն է կարևորը, what are my valuables։ Սուրբ Գիրքն ասում է, եթե մարդ ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի, ինչ օգուտ կա դրանից։ Քո անձը դու քեզ հետ տանելու ես, դու ուր որ գնաս օրհնվելու ես։ Տերը քեզ նորից ոնց որ Հովսեփին հետ բերեց, էլի հետ կբերի ավելի օրհնյալ տեղեր, բայց այն ժամանակ, երբ որ Աստված քեզ տալիս է մանուկ, աստվածային պարգև,
Չեմ խոսում ֆիզիկական երեխայի, կոչում, որը շատերի ուրախության, շատերի օրհնության պատճառ պիտի լինի, կա ժամանակ, որ հանուն այդ երեխայի, հանուն այդ կոչման դու պիտի պատրաստ լինես զոհաբերել, մինչև որ վտանգը անցնի, իսկ վտանգները անցնելու են, Իսրայելը մեկ օր շրջվեց ու տեսավ, որ վաու, ձին, ձիավորը, կառքը, փարավոնը, իրանց ոսկի նիզակները ջրի մեջ, իսկ իրանք երգում են ու ասում են, մեծ է Տերը ուշած զորավոր, նա մեզ մեր թշնամիներից ազատող Տերն է, այն ափում դու նոր երգ ես երգելու, այն ափում Աստված քեզ քո թշնամիների պարտության մասին երգ է տալու, բայց հիմա փախի ու գնա արդարության, աստվածպաշտության, հավատքի, սիրո, համբերության ու հեզության հետևից նրանց հետ, ովքեր մաքուր սրտով կանչում են Տիրոջը։ Եկեք կանգնենք ոտքի եւ մեզ հարց տանք, ո՞րն է իմ արժեքավոր բանը, ո՞րն է իմ Հիսուս մանուկը, ո՞րն է իմ Աստվածայինը, որ շատերի ուրախության պատճառ պիտի լինի։ Եվ որոշենք, որ մենք ամեն գնով պահելու ենք։ Մենք մեր կոչման հետևից ենք գնալու, որ մեկ օր Պողոս առաքյալի պես ասենք, ես իմ ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի, պատերազմս պատերազմեցի, հիմա ինչ է սպասվում ինձ, կյանքի պսակը, որ Տիրոջից պիտի ստանամ։ Սիրելիս, կա պսակ մեզ սպասող։ Հայտնության 3:11-ի մեջ Հիսուսը խոսում է եկեղեցիներից մեկին ու ասում է, ահա ես շուտով գալիս եմ։ Պահիր այն ինչ ունես, որպեսզի քեզանից չվերցնի ոչ մեկը քո պսակը, ասա իմ պսակը։ Սա փրկության մասին չէ, մեր փրկությունը Աստծո նվերն է, բայց պսակ կա, սպասող քեզ։ Ես վստահ եմ, որ Հովսեփին նենց գեղեցիկ պսակ ատրվի, որ գնանք երկինք պիտի մի հատ շատ հետաքրքիր մարդ տեսնենք։ Պիտի ասենք սա ով է, Եղիան չի, Երեմիան չի, չգիտեմ, Մարգարետ չի, քահանա չի։ It's the carpenter, it's Joseph, it's հասարակ մարդը, բայց մի հատ պսակ ունի, ոչ մեկը չունի այդ պսակից։ Սիրելիս, իմ ու քո համար պսակ կա, հատուկ նրա համար, ինչ որ մենք հավատարմորեն արել ենք Տիրոջը ծառայելով, ասում է, չլինի, որ ուրիշը պսակը տառնի։ Գիտես, միլիոնավոր Հովսեփներ կային այդ ժամանակ, Հովսեփ was pretty common name, God could choose any Joseph, but he wanted that Joseph։ Դեռ աշխարհում հարյուրավոր, գուցե հազարավոր Արմաններ կան, Քեյլաներ կան, Միքայելներ կան, Գայաններ կան, Արմաններ կան, Արմեններ կան, բայց երբ որ Աստված քո անունն է տվել, քո անունով էլ պսակ է շինել, թույլ մի տուր, որ ուրիշը այդ պսակը վերցնի, փախի, վերցրու մանկանը ու փախի, թող ոչ մի բան քո կոչման առջև չկանգնի։ Ես շնորհակալ եմ Հիսուսից, որ նա ընտրել է ինձ։ Եվ ես անելու եմ ամեն ինչ, հուսով եմ, որ միշտ կարողանանք փախչել, բայց Երանի նրանց, ովքեր կարող են հնազանդվել Աստծուն, անգամ երբ որ գինը թանկ թվա, դե վերջում նրա վարձքը ստանալու ենք։ Փառք ես Տեր։ Այսպիսի փախչելը փախուստ չի, պարտության փախուստ չի, սա աստվածային ձև է։ Մտածի այսօր ինչերից ես փախչում, որ շրջանակներից ես փախչելու, ինչ սովորություններից ես փախչելու, ինչ մարդկանցից ես փախչելու, ինչ ծուլություններից ես փախչելու, բայց ինչ էլ որ կա, որ խանգարում է, որ Աստծո գործը քո մեջ մեծանա, փախի դրանցից։ Ամեն։ Եկեք մեր ձեռքերը բարձրացնենք ու ասենք, ես շնորհակալ եմ, որ ինձ ընտրել ես։